ընդդիմադիր համայնքապետերի այսպես շղթայական կալանավորումը բնականաբար տրամաբանորեն պետք է հանգեցներ նաև Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը եւ ինչպես արդեն նշվել է բազմիցս, ինչպես փաստաբան Տիգրան Աթանեսյանն է նշել 7.5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որը ակնհայտորեն, որևէ իրավական հիմք չի պարունակում, կայացվեց շատ հապճեպ դատավճիռ, որը ընդհանրապես նպատակ ուներ մեկուսացնելու Դավիթ Համբարձումյանին այս ամբողջ քաղաքական process-ներից, թե գալիք ընտրությունների համատեքստում, թե առավել Եվս այն հանգամանքը հաշվի առնելով, որ նա պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված է իբրև վարչապետի թեկնածու, միասնական թեկնածու։ Եվ բնականաբար, ինչպես տեսնում եք նախորդիվ, կաշառքի գործեր են կարվում, այսպես ասած, պետք էր հանել հին վաղեմություն ունեցող գործը, որով ըստ էության 4 ցուցմունք տված վկաները ժամանակի ընթացքում իրենց վկայություններից հրաժարվել են, ըստ էության այն հանցակազմը, այն արարքը, որը մեղսագրվում է Դավիթ Համբարձումյանին, գոյություն չունի իրականության մեջ, քանի որ ինչպես գիտեք ինքը որպես կազմակերպիչ է հանդես գալիս, բայց այդ գործով չկան տուժածներ, չկան մասնակիցներ, կա միայն կազմակերպիչ եւ բնականաբար բոլորի մասով գործը կարճվել է, անհապաղ պետք էր նրան կալանավորման տանել, մեկուսացնելու նպատակով, ինչն էլ արվեց տխրահռչակ դատավորի կողմից։ Նախորդ փորձը հաշվի առնելով այս գործը ինչ հանգուցալուծում կունենա նախորդ քաղաքապետերի նկատմամբ։ Դե ինչպես տեսնում եք, ամենավառ օրինակը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էր, որը տեսակ քանի տարի անցկացրեց անազատության մեջ։ Այդ նույն տրամաբանությամբ էլ պետք է դիտարկել, քանի որ իրավական եւ օրինականության հետ առհասարակ կապ չունեցող գործի մասին ենք մենք հիմա խոսում, սա քաղաքական պատվեր է եւ այս երկրում շարունակելու են քաղաքական պատվերները լինել այնքան ժամանակ, քանի դեռ այս խմբակը զավթել է իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։